11 տարի առաջ ուղիղ այս օրը Ավետիսյանների ընտանիքը վերացավ։ Ռուն զինվորականը տուն մտնելով սպանում է բոլորին, նա նույնիսկ չի խղճում նորածին երեխային։ Այս ամենը անմիջականորեն կապված էր քաղաքականության հետ, ռուս զինվորականի թե այլ պատճառ կար։ Այսօր կխոսենք Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին, ինչպես նաև թե ով էր Վալերի Պերմյակովը։ Բայց մինչև տեսանյութին անցնելը կխնդրեմ բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, ինչպես նաև տեսանյութի մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով։ What's your emergency? Վալերի Պերմյակովը ծնվել է 1996 թվականի հունվարի 15-ին Չիտայում։ Նրա հայրը եկեղեցու հովիվ էր, մայրը նույնպես ծառայում էր եկեղեցում, որը քրիստոնեական բողոքական ուղղվածություն ուներ։ Եկեղեցին բապտիստական էր։ Այդ եկեղեցին ունի խիստ կանոններ։ Նրա հետևորդները բարոյական կյանքով են ապրում, հրաժարվում են ալկոհոլից ու թմրանյութերից։ Ասում են, որ Վալերին հետևում էր բոլոր կանոններին։ Ընտանիքում 6 երեխա էին։ Վալերիի մեծ եղբայրը արդեն բանտում էր գտնվում պեդոֆիլիայի հոդվածով։ Ինքն իրականում շատ սովորական մանկություն է ունեցել, ոչ մի առանձնահատուկ ինչ-որ վերաբերմունք չի ստացել, ինչպես նաև չի դրսևորել։ Փոքրուց եղել է շատ համեստ, շատ հանգիստ երեխա, սակայն Վալերին ունեցել է օլիգոֆրենիա։ Օլիգոֆրենիան բնութագրում է մտավոր ունակությունների բնածին կամ ձեռքբերովի թեժ զարգացվածությունը, լսողության, տեսողության, ինչպես նաև մտավոր սահմանափակումներով։ Վալերի Պերմյակովը ուներ օլիգոֆրենիա դեռ մանկուց, սակայն բժիշկների չդիմելու, չհետազոտվելու, ինչպես նաև բուժում չստանալու արդյունքում այդ հիվանդությունը նրա մոտ ոչ միայն մնայուն է դառնում, այլ նաև զարգանում է։ 2014 թվականի մայիսի 20-ին Չիտայում անցնում է պարտադիր զինվորական ծառայության։ Ըստ ծառայակիցների նա բավականին շփող ու ադեկվատ տղա էր, ոչ մի տարօրինակություններ չուներ, նույնիսկ չափազանց համեստ էր շփման մեջ, բայց նրան այդ ժամանակ արդեն շատ դժվար էր տրվում ծառայությունը։ Նա մեկ անգամ փորձել է փախուստի դիմել, որը չի ստացվել։ Դրանից հետո հայտնվում է հիվանդանոցում եւ ռեպորտ գրում, որ իրեն այնուամենայնիվ թույլ տան ծառայությունը շարունակելու։ Դեկտեմբերի 3-ին ծառայությունը շարունակելու համար Պերմյակովը Չիտայից տեղափոխվում է Գյումրու համար 102 ռազմական ռազմաբազա։ Ըստ պաշտոնական տվյալներին, Գյումրում ևս նախնդիրներ ուներ ծառայության ընթացքում, խախտում էր կարգապահությունը եւ գտնվում էր վերահսկողության տակ։ Այստեղ եւի կարելի է արդեն միջոցներ ձեռնարկել շարքային զինծառայողի հանդեպ, ով կես տարվա ծառայության ընթացքում արդեն մի քանի անգամ խախտում է ծառայության կանոնները։ Բայց ոչ, նման բան չի կատարվում։ 2015 թվական հունվարի 12-ի գիշեր դրսում -17 աստիճան ցուրտ։ Վալերի Պերմյակովը արդեն փախել էր ռազմաբազայից։ Այդ ժամանակ նա գիշերային հերթապահություն էր անում եւ ամեն 15 րոպեն մեկ պետք է հերթապահները փոխվեին իրար հետ տեղերով։ Մի քանի հերթափոխություն բարեհաջող է անցնում, սակայն ժամը 2-ի 3-ի սահմաններում Պերմյակովը որոշում է, որ վերջ, արդեն նա հոգնել է ամեն ինչից։ Վերցնում է իր մոտ գտնվող զենքը AK-74-ը, փամփուշտներ, դանակ եւ փախուստի դիմում ռազմաբազայից։ Ոչ ոք, չգիտես ոնց, չի նկատում նրա փախուստը։ Հետագայում տեղի ունեցած հետաքննությունների արդյունքում պարզվում է, որ Պերմյակովը իր մոտ եղած դանակով կտրել է փշալարերը եւ դրա միջոցով էլ կարողացել է փախչել։ Թե ինչպես է դա մնացել աննկատ, մինչ օրս հայտնի չէ։ 6 կիլոմետր փախչելուց հետո Պերմյակովը հայտնվում է Գյումրու քիչ մարդաշատ, բայց բնակելի հատվածում։ Փողոցը համարյա թե լուսավորված չի լինում, չեն վառվում տան լույսերը, քանի որ բոլորը քնած են։ Պերմյակովը նպատակ ուներ հասնելու Թուրքիայի սահմանին եւ փախնել դեպի Թուրքիա, իսկ իր մոտ եղած զենքը նա կվաճառեր, որի դիմաց կստանար չնչին գումար, ինչն էլ ըստ իր կարծիքի բավական կլիներ սահմանը ոչ միայն հատելու, այլ նաեւ սահմանից դուրս կյանքը սկսելու համար։ Պերմյակովը սկսում է մրսել։ -17 աստիճան ցուրտը իր անելիքը անում է։ Նա որոշում է մտնել որևէ բնակարան, մի փոքր տաքանալ, հաց ուտել, քանի որ նաև արդեն հոգնած էր, հանգստանալ եւ հետո շարունակել իր ընթացքը։ Ցավոք սրտի Ավետիսյանների տան դարպասը, ինչպես նաև տան դուռը բաց է լինում։ Պերմյակովը որոշում է ներս մտնել։ Սկզբում նա խոհանոցում է հայտնվում,
որտեղ խմում է ջուր, մի փոքր հանգստանում, իսկ հետո շարունակում մյուս սենյակներն էլ ստուգել։ Հենց այս դարպասների հետևում էլ գտնվում էր Ավետիսյանների մեծ ընտանիքը, որ ընդամենը մեկ գիշերում Պերմյակովը ոչնչացրեց։ Մեկ գիշեր 7 զոհ։ Նրա առաջին զոհը 35-ամյա Այդա Ավետիսյանն էր, ում նա սպանեց քնած ժամանակ։ Հետո մտավ Սերժ եւ Հասմիկ Ավետիսյանների ննջարան, որտեղ Սերժն արդեն արթնացել էր կրակոցներից։ Նա փորձում է պաշտպանվել, նույնիսկ փորձում է զենքը վերցնել, բայց Պերմյակովը կրակում է նրանց վրա։ Մյուս ննջարանում նա սպանում է Զոյքի տղային, 33-ամյա Արմենին եւ նրա 24-ամյա երիտասարդ կնոջը Արաքսիային։ Այստեղ էլ կատարում է ամենասարսափելին։ Պերմյակովը ներս մտնելով սենյակ, մանկական մահճակալի մեջ տեսնում է 2 տարեկան Հասմիկին, Արմենի եւ Արաքսիայի դստերը։ Առանց որևէ խղճի խայթի նա աղջկան սպանում է։ Սպանում է ոչ թե արագ, այլ ուղղակի դաժանորեն։ Երեխան ցավից գոռում է անդադար։ Հասմիկի կողքը պառկած էր նաեւ իր 2 ամսեկան եղբայրը Սերյոժան։ Երևի թե Պերմյակովը նրան գոնե կխղճա, քանի որ երեխան ոչինչ չի կարող հասկանալ, ոչինչ չի տեսել, ոչինչ չի ընկալում։ Սակայն սխալվում եք։ Պերմյակովը զենքը պահում է երեխայի վրա եւ սկսում կրակել։ Բարեբախտաբար փամփուշտը այդ ժամանակ սպառված է լինում եւ երեխան փառք Աստծո ողջ է մնում, սակայն ոչ։ Ռազմաբազայից փախնելուց Պերմյակովի մոտ նաեւ լինում է դանակ, որի միջոցով նա 6 ամսեկան երեխային որովայնի շրջանում սկսում է հարվածել։ Դանակի մի քանի հարված տալուց հետո, երբ որ տեսնում է երեխայի արյունը, արդեն վերջ։ Հանգստանում է ու թողնում գնում։ Երեխան անշնչացած պառկած է մնում։ Պերմյակովը տանից գողանում է ընդամենը 6000 դրամ եւ բջջային հեռախոսներ։ Ինչպես նաեւ փոխում է իր զինվորական հագուստը, տղամարդկանց հագուստներից մեկը հագնում, կոշիկները փոխում ու վերջ։ Փոխելով կոշիկը եւ հագուստը Պերմյակովը դուրս է գալիս տանից։ Իր հետևից թողնելով ամբողջ մի տուն արյան մեջ թաթախված։ Այսպիսով ավարտվում է Ավետիսյանների տոհմը։ Ավետիսյանների մարմինը առաջինը հայտնաբերեց Հասմիկ Ավետիսյանի քույրը, որը գնացել էր առավոտյան նրանց հետ սուրճ խմելու։ Քույրը պատմում է, որ առաջինը տեսել է Այդային։ Նա ամբողջությամբ արյան մեջ էր։ Առաջինը, որ մտածել է, գազի պայթյունն է եղել։ Հաջորդ սենյակում գտել է մահացած Հասմիկին եւ Սերժին, իսկ քիչ հետո հատակին գիշերանոցով ընկած նրանց տղային, Արմենին։ Քույրը շոկի մեջ էր, վազելով դուրս է եկել ու սկսել բղավել, օգնություն կանչել, վստահ լինելով, որ տանը գազի պայթյուն է տեղի ունեցել։ Նրա մոտ հեռախոս չի եղել եւ շտապ օգնությունն ու ոստիկանություն զանգահել է տան մոտ գտնվող խանութի վաճառողուհին, ով լսել է Ավետիսյանների տան կողմից գրոջ բարձր գոռոցը։ Շտապ օգնությունը, որից հետո նաեւ ոստիկանությունը հասնում են դեպքի վայր։ Շտապ օգնությունը սկսում է զննել բոլորին, հերթով արձանագրում նրանց մահը, սակայն նրանք նկատում են 6 ամսեկան Սերոժային, ով դեռ շնչում էր։ Փառք Աստծո, ընտանիքից գոնե մեկը ողջ է մնացել։ Սերոժային շտապ տեղափոխում են հիվանդանոց։ Դեպքի վայրում ոստիկանները գտնում են Պերմյակովի զենքը, դանակը, ինչպես նաև զինվորական հագուստը։ Մեկ այլ մարդու ներկայություն բացառված էր։ Ամբողջ ընթացքում ոստիկաններին տանջում էր մեկ հարց. ինչու։ Ինչու է նա թողել իր զենքը, ինչպես նաև այն ամենը, ինչով կարելի է նրան այդենտիֆիկացնել եւ փախել դեպքի վայրից, չէ՞ որ եթե սա կանխամտածված սպանություն լիներ կամ թեկուզ կողոպուտ, ապա նա պետք է ամեն ինչ աներ, որպեսզի ոչ ոք չկռահեր, թե ով է մեղավոր։ Պերմյակովը հասնում է Թուրքիայի սահման, սակայն նրան ռուս զինվորականները ձերբակալում են եւ տեղափոխում ռուսական ռազմաբազա։ Պերմյակովը չի փորձում նույնիսկ դիմել փախոստին։ Նա ամեն կերպ օգնում է գործի բացահայտմանը։ Սա շատ ցավալի է նաև այն տեսանկյունից, որ միակ մարդը, միակ վկան հենց ինքը Դահիճն է, քանի որ շատ հաճախ այս դեպքերում Դահիճը կարող է փոխել իր ցուցմունքը, պատմել լրիվ այլ բան, տարածքում չի եղել տեսանկարահանող սար, այսինքն ոչ ոք չի կարող կոնկրետ ասել, թե ինչ է տեղի ունեցել։ Պերմյակովը կարող է պատմել այն, ինչն իրեն ձեռք է տալիս։ Մինչդեռ ռուսական դատարանում Պերմյակովի գործը սկսվել էր եւ քննությունը ընթացքի մեջ էր, հայ հասարակությունը պահանջում էր, որպեսզի նրա գործը քննի նաեւ Հայաստանի դատարանը։
Բայց Հայաստանի դատարանը, ավելի կոնկրետ ոստիկանությունը այդ ժամանակ զբաղվում էր Ավետիսյանների ընտանիքի ընդհանուր տարածքի հետաքննությամբ, դրա փակումով, ինչպես նաև հարևանների հարցաքննություններով։ Ամբողջ Հայաստանը լարված էր։ Հարևանների հարցաքննություններից պարզվում է, որ Ավետիսյանների ընտանիքը չի ունեցել որևէ թշնամի, ինչպես նաև որևէ խնդիր ինչ-որ մեկի հետ։ Նրանց ամբողջ ընտանիքը եղել է շատ բարեհամբույր եւ ազնիվ։ Հունվարի 15-ին տեղի ունենում Ավետիսյանների ընտանիքի հողարկավորությունը։ Ռուսաստանի Դաշնությունը Պերմյակովին մեղադրում է ռուսական ռազմական օրենսդրությամբ։ Ռուսական կողմի համար գործի առանցքը զինվորական հանցագործությունն է։ Նա մեղավոր է զորամասն ինքնակամ լքելու, զենքի ապօրինի օգտագործման, ռազմական ծառայության կանոնների կոպիտ խախտման մեջ։ Իսկ Հայաստանի իրավապահ մարմինները նրան մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքով։ Նա մեղավոր է զենքի կիրառմամբ բնական ապօրինի ներխուժումը, առանձնակի դաժանությամբ զանգվածային սպանության մեջ, այդ թվում անչափահաս երեխաների։ Իսկ ինչու երեխաների։ Չէ՞ որ նա միայն սպանել էր մեկին, Սերոժան փրկվել էր։ Ցավոք, հունվարի 18-ին Սերոժան նույնպես մահանում է։ Նա մահանում է հիվանդանոցում, բժիշկները չեն կարողանում փրկել նրա կյանքը։ Այսպիսով, Ավետիսյանների դաժան սպանությունից ոչ ոք ողջ չի մնում։ Քննությունն ու դատավարությունը տևում է մոտ 1 տարի։ Պերմյակովը ենթարկվում է հոգեբանական, հոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննությունների։ Եզրակացությունը հստակ է։ Չնայած իր հոգեբանական եւ ինտելեկտուալ առանձնահատկություններին, նա հոգեկան հիվանդ չէ եւ մեղսունակ չէ։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է այն, որ տվյալ անձը գործողություն իրականացնելու պահին լիարժեք հասկացել է, թե ինչ է անում։ Եթե նա ճանաչվեր հոգեկան անառողջ կամ ոչ մեղսունակ, կնշանակեր, որ նա գործել է աֆեկտի տակ կամ հոգեբանական պատրանքների, օրինակ շիզոֆրենիայի, կամ գլխում լսվող ձայնների պատճառով ինչ-որ գործողություն արել։ Բայց սա այդ դեպքը չէ։ Պերմյակովը հասկացել է, թե ինչ է անում։ Բոլոր հարցաքննությունների ժամանակ նա ընդունում է իր մեղքը, բայց չի ցանկանում ցուցմունք տալ։ 2015 թվականի օգոստոսի 23-ին ռուսական ռազմական դատարանը հայտարարում է իր վճիռը։ Պերմյակովը դատապարտվում է 10 տարվա ազատազրկման, զորամասը լքելու եւ զենքի ապօրինի օգտագործման մեջ։ Իսկ 2015 թվականի դեկտեմբերին սկսվում է հայկական դատավարությունը։ Դատական նիստերը սկսվում են Գյումրու ռազմական ռազմաբազայի տարածքում։ Դատարանի դահլիճը փակ է, իսկ մամուլը խիստ սահմանափակ։ Սա կրկին բողոքի ալիք է բարձրացնում, հայկական կողմը պահանջում է, որ դատավարությունը լինի ՀՀ դատարանում հայկական օրենքներով բաց ու թափանցիկ։ Փոխարենը դատական նիստերն անցկացվում են փակ ռեժիմով ռուսական ռազմաբազայի տարածքում։ Դատավարությունը ձգվում է ամիսներ։ Այդ ընթացքում կրկին հնչում են փորձաքննությունների եզրակացությունները, Պերմյակովի խոստովանական ցուցմունքները եւ դեպքի վայրից ապացույցների մանրամասները, զոհերի, դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Պերմյակովը լուռ էր ու գրեթե միշտ գլուխը կախ։ Նա ոչ մի էմոցիա ցույց չէր տալիս, նույնիսկ այն ժամանակ, երբ Ավետիսյանների հարազատները լացում էին եւ բղավում իր առաջ։ 2016 թվականի օգոստոսի 23-ին դատարանը իր վերջնական որոշումը կայացնում է։ Պերմյակովը մեղադրվում է ապօրինի ներխուժման, ինչպես նաև 7 մարդու սպանության մեջ։ Սակայն դատական վճիռը իրականացնելու համար Հայաստանը Պերմյակովին հանձնում է Ռուսաստանի Դաշնություն։ Ըստ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերի, եթե որևէ դեպք տեղի ունենում Հայաստանի տարածքում, Հայաստանը լիազոր է դատապարտել այդ ամենը կամ այդ մարդուն, սակայն դատավճիռը կիրականացվի Ռուսաստանի Դաշնությունում։ Այսինքն յուրաքանչյուր դեպք, որի համար մեղավոր լինի ռուսական գրանցում ունեցող անձ, դատավճիռը պետք է իրականացվի Ռուսաստանի Դաշնություն։ Այդ իսկ պատճառով Պերմյակովը տեղափոխվում է Ռուսաստան, այնտեղի բանտ։ 2016 թվականի սեպտեմբերին Պերմյակովը տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն, ՑՄ ազատազրկվածների համար նախատեսված հատուկ ռեժիմի բանտ։ Ըստ 2020 թվականի տվյալներով նա իր պատիժը դեռ գրում է այդտեղ։ Հայաստանի Հանրապետությունը չունի այլևս լիազորություն Պերմյակովից որևէ բան պահանջելու, քանի որ նա ամբողջությամբ Ռուսաստանի տիրապետության տակ է գտնվում եւ նրանց օրենքներն են գործում։
Հայաստանի Հանրապետությունը միայն կարող է պաշտոնական տվյալներ ստանալ, ինչ վիճակում է Պերմյակովը, արդյոք նա մահացել է թե ոչ։ Վերջին տվյալներով նա շարունակում է ապրել, որևէ կերպ Պերմյակովը ցուցմունք չի տվել կամ չի փորձել արդարանալ դեպքի հետ կապված, նա շարունակում է իր համար բանտախցում հանգիստ ապրել։ Այսպիսին էր այսօրվա տեսանյութը, շնորհակալություն վիդեոն դիտելու եւ հավանելու համար, կխնդրեմ մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով, ինչպես նաեւ տարածել տեսանյութը։ What's your emergency?